Ամռան շոգորենի ծննդային թունավորումների դեպքերը հաճախակիանում են, իսկ դրանց պատճառները կարող են հանդիսանալ անգամ առաջին հայացքից թվացող անվտանգ սնունդը։ Ինչպես խուսափել սննդային թունավորումներից, ինչպես ընտրել ճիշտ սննդամթերք եւ եթե անգամ արդեն կա թունավորում, ինչ անել առաջին ախտանիշների դեպքում։ Այս ամենի մասին կզրուցենք սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Աբովյան, ի՞նչն է հիմնականում պատճառ հանդիսանում, որ ամռան շոգորերին սննդային թունավորումների դեպքերը էլ ավելի են հաճախակիանում։ Հիմնական պատճառը նրանում է կայանում, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում այն պատճառը, որը առաջացնում է մեզ մոտ այդ վատ երևույթները, շատ ավելի արագ է զարգանում։ Դա միկրոբներն են եւ նրանց առաջացրած տոքսինները։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում նրանք շատ ավելի արագ են բազմանում ցանկացած միջավայրում, որտեղ գտնվում են, քան ցուրտ օրերին։ Իսկ որոնք են այն հիմնական մթերքները, որ ավելի շատ են մարդկանց թունավորման պատճառ հանդիսանում եւ ռիսկի խմբում են հայտնվում։ Հայտնի է, որ հիմնական մթերքների այդ ռիսկի խումբը դրանք կաթնամթերքներն են, միսն է, ձուկն է, ձուն է, կրեմով որևիցե մթերքներն են, հրուշակեղենը կրեմով։ Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն բևեռեմ, որ պատճառը կարող է հանդիսանալ ոչ թե բուն մթերքը, այս դրա մասին քիչ է խոսվում, քան մարդու իսկ սեփական հիգիենայի չպաշտպանելը կամ վատ պաշտպանելը, որտեվ որ շեշտեցինք, որ միջավայրում բարձր ջերմաստիճանի պայմաններում, հատկապես եթե խոնավ միջավայր է, սնունդի, եւ մարդը ինքը իր ձեռքերը պատշաճ կերպով չի մշակել, չի լվացել, օրինակ զուգարանը այցելելուց հետո, օրինակ ինչ-որ իրերի հետ կոնտակտից հետո, սնունդ օգտագործելիս առաջ, սնունդի հետ կոնտակտից առաջ ձեռքերը չի պատշաճ կերպով լվացել եւ մշակել, հենց այդ կեղտոտ ձեռքերը կարող են պատճառ դառնալ շատ մեծ տհաճ երևույթների, կախված թունավորումների, ինֆեկցիաների հետ։ Մենք հենց կեղտոտ ձեռքերով կարող ենք սնունդը օգտագործելիս, ուրեմն մեր մեջ մտցնել այդ ինֆեկցիան։ Սա մեկ։ Ես ուզում եմ շեշտել մի բան, որ նաև թունավորման աստիճանը կախված է ինֆեկցիայի քանակից, ուղղակի ֆիզիկապես քանակից, ինչքան ավելի շատ է ինֆեկցիայի քանակը, այդ կալոնիաները, որը մտնում են մարդու օրգանիզմ, այդքան ավելի ծանր կարող է լինի ինֆեկցիայի պատճառը, ինֆեկցիայից առաջացրած վիճակը մարդու, Տեսեք, մթերքը կարող է պատշաճ կերպով պատրաստված լինել, բայց եթե պատրաստվելուց հետո ոչ պատշաճ հիգիենան պաշտպանված ձեռքերով կոնտակտ է ունենում այդ մթերքը այդ ձեռքերի հետ, ընդ որում կապ չունի մթերք օգտագործողին, թե այլ ձեռքեր են, արդեն երկրորդային ուրեմն ինֆեկցիոն կարող է տեղի ունենալ ի սկզբանե լավ պատրաստած մթերքի։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ ամբողջ այդ մթերքը պատրաստելուց մինչև բուն օգտագործումը այդ ճանապարհին ցանկացած օղակում կարող է լինել այդ ինֆեկցիումը եւ այդ թունավորումները լինում են երկու պատճառներով, կամ բուն, ուրեմն ագենտի, ինֆեկցիոն ագենտի ներկայությամբ, այսինքն ինֆեկցիայի, վիրուսների, բակտերիաների կամ նրանց առաջացրած տոքսինների։ Շատ տարածված բոլորին հայտնի տոքսինը դա բոտուլինոտոքսինն է, բոտուլիզմը։ Բոտուլիզմի աղբյուր կարող է հանդիսանալ շատ մթերքներ։ Բոլորը կարծում են լայն տարածված է այն կարծիքը, որ պահածոների մեջ է, բայց ամենևին ինչ որ մսամթերքի մեջ կարող է դա լինել հատուկ պայմաններում, եթե նա պահպանվել է երկար ժամանակ, ձկան կոնսերվաներից կարող է դա լինել եւ շատ ուրիշ պայմաններում դա կարող է առաջանալ։ Մեր Հայաստանում կարծում եմ դա այդքան էլ ակտուալ չի, որտեվ իմ կարծիքով, ես կարող եմ սխալվել, պահածո այդքան շատ մեր ազգը չի օգտագործում ամռան ամիսներին, մենք ձգտում ենք ավելի թարմ մթերքներ, մրգեր, բանջարեղեն, ինչով հարուստ է մեր երկիրը։ Եվ դա լավ է իհարկե, բայց ուզում եմ նշել, որ մթերքը հատկապես ամռան շոգին պետք է հատուկ
թարմությունը նրա ապահովել եւ պատրաստող մարդու հիգիենան պատշաճ պահպանելը եւս շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է, որ մթերքը պահպանվի միշտ սառնարանային պայմաններում, որտեղ ամենաթարմ մթերքը անգամ շատ արագ շոքին կարող է հանդիսանալ արդեն ինֆեկցիայի աղբյուր, Իսկ այն դառնալ ամենահիմնական ինֆեկցիա։ սխալները, որ մարդիկ պահպանման ժամանակ թույլ են տալիս, որն է, որ հաճախ հանդիպում եք անգամ դուք այդ սխալները սննդամթերքի պահպանման։ Սննդամթերքի պահպանումը, տեսեք, սկսենք գնելուց, հա, երբ ինչն ենք շատ գնում, մրգեր, բանջարեղեն, հա, շատ կարևոր է կլոր տարի, բայց հատկապես շոք ամիսներին, ամռան շոքին, շատ կարևոր է միրգը եւ բանջարեղենը գնելիս ստուգել նրա ամբողջականությունը։ Եթե մրգի կամ բանջարեղենի վրա կան վնասվածքներ, տեսեք, պետք է հասկանալ գաղափարը։ Արտաքինից նրա վրա շատ ինֆեկցիա կա, չէ՞։ Դրա համար մենք տանում ենք տուն, պատշաճ կերպով լավ լվանում ենք, շատերը պահում են ջրի մեջ, ինչով ճիշտ են անում, շատ կողմ եմ, հա, աղաջրի մեջ կամ սոդայաջրի մեջ պահում են կանաչին, օրինակ, կամ դժվար լվացվող ոչ հարթ մակերես ունեցող բանջարեղենը, մրգերը եւ այլն։ Տեսեք, արտաքին շերտի վրա շատ ինֆեկցիա կա, բայց երբ միրգը ամբողջական է, վնասված չէ նրա շերտը, այդ ինֆեկցիան չի ներթափանցում ներս։ Եվ մենք կարողանում ենք հեշտությամբ պատշաճ կերպով լվանալով ուրեմն ազատվել այդ ինֆեկցիայից եւ օգտագործել։ Երբ միրգը կամ բանջարեղենը վնասված է լինում, այդ արտաքին ինֆեկցիան անպայման ներթափանցում է ներս եւ մենք կարող է լավ բերենք տուն եւ լավ լվանանք, բայց մենք ունենանք խնդիրներ առողջական այս միրգը կամ բանջարեղենը օգտագործած, որտեղ մենք արտաքուստ լավ լվացել ենք, բայց ինֆեկցիան արդեն թափանցել է ներս։ Այ նշեցիք, որ ամբողջական լինի մթերքը, ինչը որ գնում ենք, իսկ կապ ունի այդ ամբողջական լավ միրգը որտեղ է վաճառվում, օրինակ ամռանը նկատում ենք, որ դրսում վաճառվող մթերքներ կան, ու մարդիկ գնում են փողոցային վաճառքը, էլ ավելի է ակտիվանում։ Տեսեք, միանշանակ ոչ դրա համար հատուկ նախատեսված վայրերում սննդամթերք վաճառելը եւ այդ մթերքը գնելը միանշանակ եւ աներկբա անթույլատրելի է։ Միանշանակ։ Սրա մասին անգամ քննարկում չի կարող լինել։ Եթե սննդամթերքը վաճառվում է փողոցային այդ առևտուրը վաճառվում է ոչ հատուկ դրա համար պատշաճ կերպով կահավորված տեղերում, այդ սննդամթերքը աներկբա չի կարելի գնել եւ օգտագործել, հատկապես ամռան ամիսներին, թեպետ եւ կլոր տարի, նա կարող է վտանգավոր լինել։ Երկրորդը, վտանգները որն են, եթե ձմռան ամիսներին, հատկապես եթե մեր տանը այդքան շոգ չի ձմռան ամիսներին, հա, ավելի ցուրտ է, 1-2 ժամ մթերքը մնում է դուրսը, դեռ դա կարող է միտեղ ոչինչ լինել, չնայած նորից թույլատրելի չի։ Ամռան շոգ ամիսներին պարզապես պատրաստի մթերքը, ինչ որ աղցաններ, ինչ որ կրեմով մթերքներ, հրուշակեղեն, ձկնամթերք, բոլորովին այն թույլատրելի է 1-2 ժամ այսպես մնալուց հետո դնել հետո սառնարանը, հետո նորից հանել եւ օգտագործել, ուրեմն այսպիսի բան պետք է չլինի, որտեվ ամռան ամիսներին հատկապես շատ ուշադրություն է պետք դարձնել մթերքների թարմությանը, ցանկալի է նույն օրը գնել, պատրաստել, իհարկե գնելիս արդեն լավ բարձր որակի թարմ մթերք գնել, պատրաստել, օգտագործել եւ հաջորդ օրը նորից գնել, օգտագործել եւ այլն, հա, բայց մաքսիմում 1-2 օր սառնարանում իհարկե, եթե մենք պահենք պատրաստված սննդամթերքը, գիտենք բոլորս, որ առանձնապես վտանգավոր բան չկա, եթե մենք միշտ պահենք մթերքը սառնարանում։ Իսկ եթե այնուամենայնիվ եղել է ցավոք թունավորում, առաջին ախտանիշները որոնք են լինում եւ որ ժամանակ արդեն պետք է դիմել մասնագետի, ինքնաբուժությամբ չզբաղվել։ Ուրեմն ինչպես ես արդեն ասեցի, ախտանիշները առաջանում են բուն բակտերիաների առկայությունից մեծ քանակությամբ, ուրեմն մեր մեջ թափանցող կամ նրանց թույների, արդեն նրանց թույների առկայության դեպքում։ Ուրեմն ինչ սիմպտոմներ են, հա, սիրտ խառնոց, փսխում,
դիարեա, փորլուծություն, ուրեմն եթե կա բարձր ջերմություն, եթե կա այսպես աչքերի երկու տեսնել, հա, դվայենյե, երկտեսություն, հա, եթե կան ինչ-որ շատ ծանր վիճակներ, գիտակցության այսպես սահմանային վիճակներ, ստեղ կարող է իմ նշած բոտուլիզմը լինել, սա ամենավտանգավորներից մեկն է, իհարկե սա շտապ պետք է դիմել բժշկական հաստատություն, շտապ օգնություն եւ այլն։ Եթե նման բաներ չկան, պարզապես սիրտխառնոց, թուլություն, փորլուծություն, հավանաբար սա ուրեմն թունավորում է, սննդային թունավորում է եւ ես ուզում եմ նշել, որ գրեթե երբեք չի լինում մահվան դեպքեր բուն թունավորումից, հա? Ինչն է վտանգավոր սննդային թունավորումների ժամանակ, ոչ թե բուն թունավորումը, այլ ջրազրկումը, որը տեղի է ունենում այդ թունավորումների ժամանակ։ Միշտ պետք է հիշել, որ ամենամեծ վտանգը, որը մարդուն սպառնում է սննդային թունավորումների ժամանակ, դա ջրազրկումն է։ Եվ այդ թուլությունը, այդ գիտակցության շատ թույլ լինելը, կորուստը, միգուցե սա ջրազրկման հետևանքներ են, եւ ամենավտանգավորը սա փոքրիկ երեխաների եւ ծեր մարդկանց համար է, որտեղ նրանք ամենաարագն են ենթարկվում ուրեմն ջրազրկման եւ ամենաքիչ դրան դիմացող խմբերն են։ Ուրեմն շատ զգուշ է պետք լինել, միանգամից պետք է սկսել լրացնել այդ հեղուկը։ Եվ անգամ արտաքինից, եթե արդեն Երևան, այսպես ջրազրկման նշանները, հա, դեմքի մի փոքր սրվելը, սա արդեն շատ վտանգավոր վիճակ է, ցանկալի է սրան չհասնել եւ միանգամից սկսել հեղուկը լրացնել։ Գթալ պետք է խմացնել երեխաներին եւ ցանկալի է ոչ թե մաքուր ջուր, այլ էլեկտրոլիտներ պարունակող հատուկ լուծույթներ, հա։ Սա շատ կարևոր է, որտեղ մաքուր ջուրը ի վիճակի չի նման կարգի, ուրեմն ջրազրկում լրացնելը, հիվանդագին ջրազրկում ինֆեկցիայի ժամանակ, եւ հետեւաբար միայն էլեկտրոլիտ պարունակող հեղուկներն են ի վիճակի իսկապես լրացնել այդ հետևանքները եւ պետք է գթալ խմացնել թե երեխային, թե ծերերին, հա։ Տեսեք, շատ հետաքրքիր սխալ վարք կա, տարածված, սա վտանգավոր է եւ պետք է բոլորը իմանան, հատկապես երիտասարդ մամաները փոքրիկ բալիկների հանդեպ, հա, մի անգամից, երբ նրանք զգում են, որ ինչ-որ բան է երեխան կերել եւ թունավորում է տեղի ունենում, նրանք կարող են տալ հակաբիոտիկներ կամ հակավիրուսային պրեպարատներ, սա շատ կոպիտ սխալ է։ Ոչ մի դեպքում չի կարելի սա անել, որովհետև նախ դուք դեռ չգիտեք դրա պատճառը, հա, դա բակտերիաներ են, թե դա վիրուսներ են, եւ ինքնուրույն գրեթե ոչ մի դեղորայք, բացի ջրազրկումը լրացնող հեղուկներից տալ չի կարելի, ոչ մի դեպքում։ Պետք է միշտ հիշել, գլխավոր վտանգը դա ջրազրկումն է եւ ձեզանից ասում եմ միայն հեղուկը լրացնել։ Իհարկե, եթե դա փոքրիկ երեխա է եւ ծեր մարդ է, ցանկալի է դիմել բժշկի, որտեղ կա վտանգ, հա, որ դուք կարող եք ինքնուրույն չհաղթահարել այս վիճակը, բայց եւս մեկ անգամ նշեմ, որ գլխավոր սպառնալիքը դա ջրազրկումն է եւ մահը, եթե մահանում է մարդը, դա նորից թունավորումից չի, նա մահանում է ջրազրկումից, հա, իհարկե չի կարելի թույլ տալ sense բան։ Եվ պետք է լրացնել հեղուկը։ Ուրեմն ոչ մի դեպքում չի կարելի տալ հակաբիոտիկներ, որովհետև միանգամից մեծ քանը, չէ՞ որ մենք մեծ քանակությամբ բակտերիա, ինֆեկցիա է մտել մեր մեջ, դա բակտերիաներ են, որը արտառոց քանակություն է եւ սովորաբար չի լինում։ Եվ այդ մեծ քանակությամբ բակտերիաների միանգամից միաժամանակ մահը առաջացնում է տոքսիկոուրեմիկ, այսպես սինդրոմ կա, այսինքն երիկամների պատճառով մահ կարող է տեղի ունենալ։ Ուրեմն կատեգորիկ չի կարելի տալ ոչ մի հակաբիոտիկներ։ Տեսեք, չի կարելի տալ հակափսխումային դեղորայք։ Տեսեք, հակափսխումային դեղորայքը ազդում է նյարդային համակարգի վրա այդ մեխանիզմով, հա, որ պարզապես այդ սիրտխառնոցը կտրել։ Բայց եթե մենք մտածենք, որ այդ սիրտխառնոցը բնական պաշտպանողական ռեակցիան է օրգանիզմի, որ օրգանիզմի մեջ մտել է ոչ հաճելի, օտար, թունավոր
գործոն եւ օրգանիզմը ցկտում է մաքրվել, այսինքն չի կարելի բնական ռեակցիան թուլացնել, հակառակը պետք է փսխում առաջացնել, ասեմ ավելին, եթե նոր եք կերել, այ ենթադրենք կերակ եւ այնուամենայնիվ զգացիք, որ լավը չէր, ինչ որ կերակ, ինչ որ այդպես լինում է, որ դու ուտում ես, սկզբում թվում է թե լավն է, բայց հետո ուտում ես, զգում ես, որ մի անգամից մի սպասեք թունավորման, ինքներդ առաջացրեք փսխում, հա, այդպես կարելի է մաքրվել շուտ եւ թույլ չտալ, որ ինֆեկցիան անցնի առաջ։ Դա մեկ, երկրորդը, եթե չեք հասցրել այնուամենայնիվ դուք պրոֆիլակտիկ ինքներդ մաքրել, ինքը օրգանիզմն է սկսում մաքրել, պետք չի դրան հակադրվել, հակառակը պետք է մաքրվել, ինքը մաքրում է դրանով։ Նույնը վերաբերվում է փոր լուծությանը։ Եթե սկսվում է դիարեա, ոչ մի դեպքում պետք չի այն կանգնացնող դեղորայք օգտագործել, հա, որտեվ օրգանիզմը մաքրվում է թույներից, տոքսիններից եւ ինֆեկցիայից մաքրում է, աղիները իրենք իրանց մաքրում են։ Երբ որ արդեն կհանգստանա մի փոքր, ինչ որ պահի հանգստանում է այդ վիճակը, կարելի է տալ ընդ որում հեղուկը միշտ ու միշտ էլեկտրոլիտների, ուրեմն ընդունումը անընդհատ պետք է լինի։ Եթե փսխումը թույլ չի տալիս, որ այդ էլեկտրոլիտները գոնե հասցնեն ներծծվեն, եթե այսպիսի վիճակ է, ուրեմն պետք է շտապ դիմել բժշկի, որպեսզի ուրեմն սիստեմաների միջոցով, հա, հիվանդանոցային պայմաններում ապահովվի ռեգիդրատացիան օրգանիզմի պարենտերալ ճանապարհով ապահովվի ռեգիդրատացիան, ինչը տնային պայմաններում անհնար չի, բայց դժվար է, ոչ բոլորը կարող են միացնել, հա, այդ պարենտերալ ռեգիդրատացիայի միջոցները։ Ուրեմն կարևորը լրացնել հեղուկը էլեկտրոլիտների միջոցով։ Ուրեմն կարելի է տալ արդեն երբ մի փոքր կհանգստանա փսխումը եւ դիարեան, շարունակելով ռեգիդրատացիան, կարելի է տալ էնտերոսորբենտներ, որոնք քաշում են, հավաքում են իրենց վրա տոքսինները, ինֆեկցիան, հա, նրանք էնտերոսորբենտ, սորբենտ շանկում ամեն ինչ հավաքում է իր վրա, եւ ուրեմն հանում է դուրս։ Եվ էնտերոսորբենտ տալը շատ կարևոր է երկու պայման, նախ նրա քանակը, մենք գիտենք, որ մարդիկ 1-2 հատ ածուխ են խմում կոճակ եւ մտածում են, սա ոչ 1-2 կոճակ խմելը կամ ոչինչ չխմելը նույն բանն է, հա։ Խմելիս օրվա մեջ, այսպիսի սուր վիճակներում, պետքա օրվա մեջ մի քանի անգամ խմել 8-ից 10 կոճակ այդ ածուխը եւ պետք է հասկանալ, որ ինչքան մակերեսը ավելի շատ լինի, ավելի մեծ լինի էնտերոսորբենտը, այնքան ավելի շատ ինքը կկարողանա կլանել։ Հետևաբար ցանկալի է այդ կոճակները ուրեմն կոտրած վիճակում ընդունել։ Տիկին Աբրահամյան, ովքեր են հիմնական ռիսկի խմբում, ինչպես նշեցիք, փոքրերը եւ տարեցների դեպքում պետք է տանել արդեն հիվանդանոց ստացիոնար բուժման։ Հենց իրանք են հիմնական ռիսկի խմբում եւ նաեւ կարող եք նշել այլ ուղեկցող հիվանդություններ ունեցողների, որ խմբի դասին են պատկանում այդ մարդիկ։ Իհարկե, ուրեմն ամենավտանգավոր ռիսկի խմբերը դրանք փոքրիկ երեխաներն են, դրանք տարեց մարդիկ են, բնականաբար իհարկե նաև հղի կանայք, հա, երբեք չենք մոռանում նրանց մասին, եւ վտանգի նաև ռիսկի խմբերում գտնվում են քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Այս է շատ վտանգավոր, օրինակ հիպոացիդ գաստրիտ ունեցող մարդիկ։ Տեսեք, նրանց մոտ մեր ստամոքսի այդ թթուն նա շատ հզոր հատկություններ ունի, հա, ինչ որ տոքսիններ, ինֆեկցիաներ չեզոքացնելու համար։ Հիմա եթե մեզ մոտ նրա քանակը քչացած է, բնականաբար մեր այդ պաշտպանողական ռեակցիան էլ է իջած, հա, այսինքն ավելի ծանր կտանի այդպիսի մարդը տվյալ ինֆեկցիան, հա, սրանք են խմբերը քրոնիկ հիվանդություններով, հատկապես սրտային անբավարարությամբ մարդիկ, երիկամային անբավարարությամբ մարդիկ, լյարդի պաթոլոգիաներով մարդիկ, այս մարդիկ շատ ծանր կարող են տանել եւ դրա համար սրանց մոտ հատկապես պետք է ուշադիր լինել, հա, որ չլինի նման դեպքեր,
որ նրանք չջրազրկվեն, նրանք ուտեն բացառապես մաքուր սնունդ եւ իրենք պետք է իմանան, որ առաջի հերթին իրենք պետք է պահպանեն հիգիենան։ Տեսեք մի պարզ բան ասեմ, մարդու օրգանիզմի բնական բնակիչը օրինակ Էշերիխիա կոլին, հա, նա ապրում է հաստաղում մարդու։ Եթե մարդը պատշաճ նորմալ քանակներով նա բնական ապրող է, բայց եթե պատշաճ ձեռքերի մշակում չի լինում, սնունդը պատրաստելուց առաջ, սնունդը ընդունելուց առաջ, հա, եթե մենք փոխանցում ենք այդ բակտերիան սնունդին, նա արդեն բազմանում է եւ նա արդեն սապրոֆիտից դառնում է պարազիտ մեզ համար, նա դառնում է արդեն պաթոգեն միկրոֆլորա մեր համար եւ կարող է շատ լուրջ վնասներ հասցնել, այն է սննդային թունավորումների տեսքով բերել մեզ շատ լուրջ վիճակների։ Հետևաբար շատ ու շատ նորից կարևոր է։ Ուրեմն նախ անձնական հիգիենան, սնունդը օգտագործողի եւ սնունդը պատրաստողի, հա, այս երկու մարդու անձնական հիգիենան շատ կարևոր է։ Անձնական հիգիենայից անցնենք ուրեմն մթերքների բարձր որակին, հա, մթերքների թարմությունը, մթերքների ամբողջականությունը, եթե դա ջերմամշակվող մթերք է, պատշաճ ջերմամշակումը, պատշաճ պատրաստումը եւ պահպանումը մթերքի ճիշտ պայմաններում, հա, որպեսզի սառը պայմաններում եւ չբազման։ Սա է շատ կարեւոր։ Տիկին Աբովյան, ինչ եք նկատում վերջին տարիներին մեր հայրենակիցները հետևում են այս կանոններին եւ որքանով են թվերը աճել կամ նվազել սննդային թունավորումների հետ կապված։ Գիտեք, ես ճիշտն ասած ստատիստիկ այդ թվաբանությանը բոլորովին ծանոթ չեմ։ Ես դրան ծանոթ չեմ իհարկե, այդ սուր ինֆեկցիաների, ինձ դե չեն դիմում նման սուր, արդեն Աստված չանի, արդեն ուրիշ տեղեր են հայտնվում, հա, ես պարզապես խորհուրդներ եմ տալիս բոլոր իմ պացիենտներին, եթե պետք է ընդհանրապես, հա, ինչպես պետք է վերաբերվել սնունդին, ինչպես հիգիենա պահպանել, հա, սանիտարական կանոնները, մթերքները պատրաստելու։ Ես չեմ կարող խոսել, որտեվ ես չունեմ տվյալներ, բայց նաև մթերքների առումով օգտագործվող, հա, շատ կարևոր է, որ կասկածելի աղբյուրի մթերքներ չգնել եւ չօգտագործել հատկապես ամռանը, հա, եթե դրսում, հա, մենք դրսի սննդի կետերից եթե օգտվենք լավ անուն ունեցող, լավ համբավ ունեցող, հա, այսպես փոքրիկ ինչ որ փողոցային առևտրի կետերից անհայտ անանուն, այսպես տեղերից կատեգորիկ չի կարելի օգտվել, եթե այդպիսիները կան։ Պաղպաղակը կարող է շատ վտանգավոր լինել նորից։ Իհարկե ոչ ոք այսպես ապահովագրված չի, բայց եթե դրանք հայտնի բրենդերի, հա, իրենց անվան մասին մտածող բրենդեր են, դա մեկ բան է, դա կլինի ՉՊ, եթե այդ պաղպաղակից լինի ինչ-որ խնդիր, բայց կան նաև լցնովի պաղպաղակներ, չէ՞, մենք գիտենք անանուն, անհայտ աղբյուրից բերված, ես խորհուրդ կտամ այդ փողոցում լցնովի պաղպաղակներից ընդհանրապես հրաժարվել, որովհետև դուք չգիտեք աղբյուրը, ով է պատրաստել այդ պաղպաղակը, ինչ միջոցներով են, ինչ ձևով է տեղափոխվել այս տվյալ վայրը, որտեղ լցոնում են եւ օգտագործում են։ Եվ նկատում եմ ամռանը նաև լավ ակտիվություն ունի թունավորումների առումով, ձմերուկը, սեղը հիմնական այդ մթերքներից, այդ բանջարեղեններից են թունավորում լինի։ Հիմնական նշում են նաև, որ դա կապված է լինում լվանալու հետ, որովհետև մտածում են, որ միայն միջուկն են ուտում, կեղևը անհրաժեշտ չէ այդքան մանրակրկիտ լվանալ եւ իհարկե, տեսեք, ասում են ձմերուկը մնում է արևի տակ եւ նա, տեսեք, ձմերուկը ամբողջական է, նրա մեջ ստերիլ միջավայր է, մինչև մենք նրան չենք կտրել։ Եվ շատ հաճախ մարդիկ, ես օրինակ հանդիպել եմ շատ ու շատ, որ մարդիկ չգիտեն, որ ձմերուկը կտրելուց առաջ պետք է լվանալ։ Ես անգամ տեսել եմ, որ կտրած ձմերուկ են վաճառում։ Ես տեսել եմ այդպիսի բան անգամ մեր խանութներում եւ ես ապշել եմ, որ այդ կտրած ձմերուկը առնողներ կան։ Սա սարսափելի վտանգավոր է, որովհետեւ ձմերուկի վրա այնքան ինֆեկցիա կա,
Տեսեք, եթե դուք ուղակի ձմերուկը ձեռք տվեցիք, վերցրեցիք, գնեցիք, վերցրեցիք այդ ձմերուկը եւ հետո ձեր ձեռքերը չլվացած ինչ որ բան կերակ, օգտագործ, դուք կարող եք թունավորվել, որովհետեւ դուք չգիտեք այդ ձմերուկը ինչ ճանապարհ է անցել միջև որ դուք նրան գնեցիք, ով է ձեռք տվել, որ վայրերում է դրած եղել, ինչ ջրով է ջրվել, մի խոսքով, սա իր այդ նույնն էլ սեխը, հա, նույնը սրանք պետք է շատ լավ լվացվեն եւ ես խորհուրդ եմ տալիս ձմերուկը ոչ թե ուղակի ձմերուկը սեխը ոչ թե ուղակի ջրի տակ պահել, սա չի լվանալը։ Սրանք պետք է լվանալ լվացող միջոցով, եթե դուք ուզում եք 100%-ով ապահովագրել ձեզ այդ ձմերուկի հաճույքից հետո շատ տհաճ բաներից, հա, սա պետք է լվանալ լվացող միջոցով, հատուկ սպունգով, որ լավ բոլոր անկյունները պետք է լվացվեն, նոր դրանից հետո նա պետք է կտրվի։ Ոչ մի դեպքում մրգերը մի փորձեք, դուք հարցնում եք ստատիստիկան, ես շատ եմ տեսնում, որ մարդիկ գնելուց առաջ փորձում են միրգը։ Սա կարող է դառնալ, ինքը դա կարող է անել, հետո գնալ մի շատ նորմալ լավ բան ուտել, հետո սննդային թունավորում ու նա ասի, որ ես այս մթերքից թույնավորվեցի, բայց ամենևին այդ աղցանից կամ այդ մեկ ուրիշ մթերքից չի թույնավորվել, նա թույնավորվել է մրգերը փորձելիս կեղտոտ առանց լվանալու։ Ինձ են շատ անգամ առաջարկում, փորձեք, երբ բան ես հարցնում գնելիս, փորձեք, ասում չէ, շնորհակալություն, ես դուրսը չեմ կարող փորձել։ Նորմալ երևույթ է կեղտոտ միրգը կամ բանջարեղենը փորձելը։ Հատկապես ամռանը սա կարող է շատ վտանգավոր լինել։ Ցանկացած միրգ կամ բանջարեղեն օգտագործելուց առաջ պետք է պատշաճ, լավ, երկար լվացվի այդ միրգը կամ բանջարեղենը։ Ցանկալի է անգամ, եթե դա կանաչեղենն է, պահել միառժամանակ ջրի մեջ, ջուրը փոխել ժամանակ առ ժամանակ, հա։ Եվ այսպես կանոնները պահպանելով մենք կարող ենք խուսափել տհաճ երևույթներից, որտեղ ամառը տրված է հանգստանալու, վայելելու համար, ընկերների հետ ժամանակ անցկացնելու, ոչ թե հիվանդանոցներում, վատ վիճակով, վատ զգալով եւ այլն։ Շնորհակալություն Տիկին Աբովյան, հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար, կարծում եմ, որ մեզ հետևողները հաստատ կօգտվեն ձեր տված խորհուրդներից։ Հուսով եմ, շնորհակալ եմ եւ առողջություն բոլորին։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, այսօր զրուցում ենք սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։ Եղեք առողջ։